թե սահմանադրական դատարանում, թե վարչական դատարանում գտնվում են գործեր, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու այս ամբողջ գործընթացի վրա։ Այսպես, եթե սահմանադրական դատարանը, որքան ես լսեցի դեկտեմբերի 16-ին, որևէ կետով ճանաչեց սահմանադրությանը հակասող օրենսդրական փոփոխությունները, ապա այս ամբողջ գործընթացը կարող է դառնալ հակասահմանադրական, երբ այդ հարցը տվեցին, ինձ ասեցին, որ վարույթի ժամանակ աշխատելիս կենտրոնացել են ավելի շատ հանգամանքների վրա փաստական, այլ ոչ թե այդ կետի վրա, բայց ես որպես հանձնաժողովի անդամ չեմ կարող հաշվի չառնել այն, որ մեր օրենքը, նկատի ունեմ հանրային ծառայությունների կարգավորման մասնիկը, ասում է 33 հոդվածով եւ 34-ով, որ նման դեպքերում վարույթը պետք է կարճվի կամ կարճվի։ Իսկ այն իմ հարցը, թե ինչ հետևանք է ունենալու հանկարծ ամբողջ գործընթացը հակաօրինական ճանաչելու վերաբերյալ պատասխան չստացա, որովհետև իրականում գործընթացը ունի ֆինանսական լուրջ հետևանքներ, մարդիկ են ազատվում, մարդիկ են ընդունվում, վարկանիշային խնդիրներ կան եւ ասել, որ այդ ամենը մեզ չի հետարկում, կարծում դա ճիշտ չէ։ Նույնը վերաբերում է վարույթի հարուցման միջատմանը։ Ինչ არის փաստական հանգամանքների մասին։ Թեև ասում են կենտրոնացել եք փաստական հանգամանքների վրա, բայց վարույթը հարուցվել է ենթադրությունների վրա, որոնք նշված է լիազոր մարմնի ներկայացուցիչի կողմից եւ վարույթը իրականում գնահատել է բոլորին այլ ուղղությամբ, ինչը ընդհանրապես չի համապատասխանում վարույթի անցկացման այն մեթոդաբանությանը, որը առկա է հանձնաժողովում եւ երկրում։ Մենք բազմաթիվ դիմումներ ստանում ենք եւ երբեք միայն դիմումի հիման վրա վարույթ չեն կարող հարուցել, մինչեւ համոզված չենք, որ առկա է խախտում, մինչեւ անպաստման փաստական հիմքերը չկան։ Այս դեպքում մենք գնացել ենք այլ ճանապարհով, ինչպես ես իմ հարցում տվեցի, որովհետև այդ ենթադրությունը ունեի, որ կարծես թե մենք սկզբից հարուցել ենք վարույթ, հետո մտածել ենք այդ վարույթի համար ինչ հիմքեր դնել։ Ցանկացած վարույթի հաջորդ հարցը, ցանկացած վարույթի մեջ շատ կարևոր է կողմերի լսելիության ապահովման խնդիրը։ Ինչպես արդեն ասել էի, առաջի կողմը դա հարուցողն է, երկրորդը պատասխանողն է, կարող են հրավիրել այլ կողմեր, բայց այս դեպքում մենք փաստացի երկրորդ կողմ չունենք։